Հունգարիան կրկին խոչընդոտում է Հայաստանին ռազմական հարցերում Եվրամիության կողմից օգնության ցուցաբերմանը։ Պաշտոնական Բուդապեշտը շարունակում է իրեն դրսևորել որպես Ադրբեջանի շահերի պաշտպանը Բրյուսելում եւ Ստրասբուրգում։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, ինչպես են գնահատում այս ամենը եվրոպական մայրաքաղաքներում։ Հիշեցնեմ, անցած ամիս Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր ներկայացուցիչ Կայա Կալասը առաջարկել էր Եվրամիության անդամ պետություններին քննարկել Հայաստանին Եվրամիության խաղաղության հիմնադրամից ևս 10 միլիոն եվրո հատկացնելու հարցը։ Հայաստանի արտաքին սպառնալիքներին դիմակայելու համար է այս գրանտը առաջարկվում եւ ըստ ընդունված կանոնի բոլոր անդամ պետությունները պետք է դրական եզրակացություն ունենան, որպեսզի նախաձեռնությունը ի կատարածվի։ Եվ ոնց հասկանում եմ, Հունգարիան այս հարցում կրկին վերապահումներ ունի եւ այս հարցը նաեւ քննարկվել է Լյուքսեմբուրգում, ուր երեք հավաքվել էին Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարները։ Ոնց հասկանում եմ, այս հարցին հատուկ անդրադարձ է եղել եւ ոչ մի որոշում կայացնել չի հաջողվել։ Ըստ որոշ, իհարկե, ոչ պաշտոնական տեղեկությունների, Հունգարիան կրկին օգտվել է վետոյի իր իրավունքից։ Պետք է ընդգծեմ, որ մի քանի օր առաջ կամ մի քանի շաբաթ առաջ, մարտի 24-ին, եթե չեմ սխալվում եմ, Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել հունգարացի իր գործընկերոջ Պետեր Սիարտոյի հետ, ենթադրում եմ, որ քննարկվում էր նաև այս հարցը, բայց ոչ մի առաջխաղացում այս հարցում չկա։ Հիշեցնեմ, նույն կեցվածքն էր Հունգարիան դրսևորել անցած տարի, երբ նույնպես քննարկվում էր Եվրամիության խաղաղության հիմնադրամին Հայաստանին ևս առաջին 10 միլիոն այդ եվրոյի հատկացման հարցը։ Այն ժամանակ Հունգարիան պատճառաբանում էր, որ եթե Հայաստանին տրվում է, ուրեմն թող Ադրբեջանին էլ հատկացվի։ Փոքրինչ անտրամաբանական պահանջ է, եթե նկատի ունենանք, որ այս գրանտի նպատակն է օգնել Հայաստանին դիմադրել արտաքին սպառնալիքների։ Անտրամաբանական է, երբ օգնում են միաժամանակ եւ զոհին եւ նրա վրա հարձակվողին։ Մյուս կողմից մի պետություն, որի ռազմական բյուջեն 4 միլիարդ դոլար է, հազիվ թե կարիքն ունի ինչ-որ 10 միլիոն եվրոյի։ Ինչևէ, այն ժամանակ եվրոպացիները զիջեցին հունգարացիների ճնշմանը եւ պահանջին, սակայն ոնց հասկանում եմ, այս անգամ սկզբունքայնություն են դրսևորում եւ պահանջում են, որպեսզի Հունգարիան հրաժարվի իր վետոյից։ Արտյոմ, ինչով է պայմանավորված Հունգարիայի այս պահվածքը։ Դե Հունգարիան վաղուց արդեն Ադրբեջանի այսպես ազդեցության գործակալի դերն է ստանձնել Եվրոպայում, պատճառը, հավանաբար գլխավոր պատճառը նավթային եւ գազային կախվածությունն է, որը Բուդապեշտը ունի Բաքվից։ Ժամանակին Հունգարիայում փորձեցին Հայաստանի այսպես ցուցադրական դրական բարի կամքի դրսևորում, այսպես հանդիսացող քայլեր ցուցադրել Ռամիլ Սաֆարովի այդ սկանդալային պատմությունից հետո, դե Հունգարիայի միջնորդությամբ ադրբեջանցիները 5 ռազմագերին հանձնեցին Հայաստանին, Հունգարիան մոտ 1000 արցախցի փախստականների երեխաների ամառային ճամբար ուղարկեց իր տարածքում, Կարմիր խաչի Հայաստանի ընկերությանը Հունգարիան ինչ-որ գումար էր հատկացրել փախստականներին օգնելու համար, Բուդապեշտում հայկական եկեղեցին էին վերանորոգել, բայց սրա հետ զուգահեռ Բուդապեշտը շարունակում է այսպես տարօրինակ կեցվածքը իր այդպես ցուցաբերել, օրինակ նախանցած տարի կրկին օգտագործել էր վետոյի իր իրավունքը, երբ քննարկվում էր Եվրամիությունում ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ դատապարտող այդ բանաձևը։ Արդյունքում Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր ներկայացուցիչը իր անունից տարածեց այդ հայտարարությունը եւ կշիռը այդ փաստաթղթի դրա հաշվին նվազեց։ Կամ օրինակ անցած տարի ֆրանսիական Լապինյոն թերթը վկայակոչելով սեփական տեղեկացված աղբյուրները դիվանագիտական բնագավառում հայտնել էր, որ Ֆրանսիան ու Նիդերլանդները առաջարկել էին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել Արցախի դեմ ագրեսիայի պատճառով, սակայն Հունգարիան եւ Ռումինիան կրկին օգտագործել են վետոյի իրենց իրավունքը։ Արտյոմ, արդյոք Հունգարիայի համար Ադրբեջանը այդքան մեծ նշանակություն ունի։
Իրականում ոչ այդքան, պարզապես սա եւս մեկ հնարավորություն է Հունգարիայի կողմից հակադրվելու Եվրամիությանը։ Հունգարիան ձգտում է ցանկացած առիթ օգտագործել Եվրամիությանը հակադրվելու, դե իսկ գլխավոր խնդիրը իհարկե Ուկրաինան է, Ուկրաինայի եվրոինտեգրումն է, Ուկրաինային ռազմական օգնության ցուցաբերումն է եւ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցներն են։ Հենց այս հարցերում է, որ Հունգարիան, այսպես բացահայտ հակադրվում է Եվրամիության անդամ մյուս պետություններում, ըստ էության ստանձնելով 5-րդ Շարասյան դերը, ինչը իհարկե դուրս չի գալիս Եվրոպայում շատ-շատերին։ Դա էր պատճառը, որ անցած տարի Բելգիան, որ այդ ժամանակ նախագահող պետություններ Եվրամիությունում, առաջարկել էր վերանայել կանոնադրությունը, մասնավորապես 7-րդ կետը կանոնադրության, որը նաև հենց ենթադրում է այդ վետոյի իրավունքը։ Այսինքն, նպատակն էր զրկել Հունգարիան վետոյի իր իրավունքից, ահա այսպես հեշտ օգտվելու հնարավորությունից։ Հարցը ոնց հասկանում եմ դեռևս քննարկվում է եւ եթե այդպիսի լուծում ի վերջո տրվի, կարծում եմ Հայաստանին ավելի հեշտ կլինի շարունակել իր դիվանագիտական աշխատանքը եվրոպական ուղղությամբ, բայց այստեղ նաև բարդություններ կան, քանի որ ըստ որոշ տեղեկությունների Սլովենիան է խանգարում դրան կամ վատագույն դեպքը Սլովենիան կարող է դառնալ երկրորդ Հունգարիան։ Դա հաշվի առնելով հավանաբար Եվրամիության գերտերությունները ձգտում են պես երկխոսության ճանապարհով հարցը լուծել եւ ժամանակ են ձգում, կարծում եմ հաշվի առնելով այն, որ գալիք տարի Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են, իսկ Վիկտոր Օրբանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել եւ ամեն ամիս ել ավելի է նվազում։ Երկու շաբաթ առաջ Հունգարիայի մայրաքաղաքում մեծ բողոքի ցույց էր, որի ներկայացած մասնակիցները պահանջում էին արտահերթ ընտրություններ եւ վարչապետի հրաժարական։ Այս սցենարը եւս կարող է իրատեսական լինել, հավանաբար Բրյուսելում եւ Ստրասբուրգում սպասում են ահա այս հարցի հանգուցալուծմանը, որից հետո կորոշեն թե ինչպես են վարվելու Հունգարիայի հետ։ Շնորհակալություն, Արտյոմ։